Բարեկամներ, Սոնի Caribbean Real Financing ընկերության կողմից այսօր դեկտեմբեր 7, 2025 թվականը հույսով եմ բոլորը շատ լավ գոհաբանության Thanksgiving weekend ունեցաք եւ լավ ժամանակ անցացրաք, վստահ եմ ամենից հաճելի օրերից է կամ արձակուրդներից է, որ ընտանիքի հետ անցածնելով եւ անշուշտ բավականին մեծ գումարներ ծախսելու weekend-ը լա, որովհետև ինչպես լսում եք Black Friday հասկացողությամբ, որպես ամեն ինչը sale-ի մեջ է այդում եւ ժողովուրդը սկսում են եւ ասեմ բավականի բաներ ապրանքներ, որ պետք ունեք, այսինքն մանավանդ կահույքներ, խոհանոցի, appliance կամ չեմ որևէ բավականին լավ դիլեր ճարվում է այդ օրերի ընթացքին։ Ինչևիցե, ինչ ունենք նորություններ, անշուշտ տարվա վերջիա գալի ավարտը, բայց ըստ սովորության դեկտեմբեր ընդհանրապես հանդարտ եւ կամանց ամիսները նամանավանդ շուկան, ինվեստորները, գնողները, վաճառողները փորձում են, որ շատ աշխուժություն չունենան դեկտեմբեր ամսվա ընթացքին, բայց աս դեկտեմբերը մի քիչ տարբեր է։ Մի քիչ տարբեր է ասելով ոչ թե վատ պայմաններով, այլ լավ պայմաններով։ Մի քիչ տարբեր է, որովհետև աշխուժություն կա, սկսելով, որովհետև պետական գոց էր պետությունը կողպեր քանի 40 քանի օր, այդ բավականի հետացկեց ինվեստորների շուկայի աշխուժությունը չուզեցին հոկտեմբերից փակ լինին ասելով եւ տամար տեսնում ենք հիմա action-ը դեկտեմբեր ամսվա մեջ սկսելով կենտրոնական բանկի ժողովն մյուս գալացի շաբաթ չորեքշաբթի օրը իրանց որոշումի օրն է որ արդյոք տոկոսները եւս 40% պետք է իջացնեն դե ոչ ունեցել ենք ինչպես նախկինում ասել եմ շաբաթներ ենք ունեցել այդ տոկոսային բաժնով որ շուկան համոզված է 60 քանի տոկոս համոզված էր այո հետո 50-60% համոզվեց ոչ Սոյս տատանվում էր վերջի քանի շաբաթվա ընթացքին որ արդյոք տոկոսները պետք է իջացնեն դե ոչ այո ոչ այո ոչ այո ոչ Եվ այս այո ոչերը անշուշտ մեծամասնությունը սպասում են տեղեկություններին, ինչպես ասեմ պետություն, որ փակ էր պետական, օրինակ Commerce Department-ի կողմից կամ Bureau of Labor Statistics-ի կողմից կամ ընկերություններ, ասենք department-ներ պետական, որ այս տեղեկությունները ցրում են ժողովրդին եւ շուկային եւ բիզնեսներին եւ կենտրոնական բանկին որտա վրայից իմանանք ուր է այդում շուկան, ինչ է ելնելու, ինչ է կատարվում գործերին, ինչ է կատարվում սղաճին, թանկության, որովհետև ժողովրդական խոսքերը միշտ կան, ամեն մարդ իր փորձառությունը ունի եւ դա վրայից է թելադրում, քան թե ունենանք պետական հաշվարկված եւ solid, ինչպես ասելով fact, past տեղեկություններ, քան թե ինչպես ասեմ ժողովրդական խոսքեր։ Հիմա չմոռանանք այս տեղեկությունները եւ զեկույցները, որ ծրվում է ոչ թե սխալ է, այլ մի քիչ ավելի ընդհանուր տեղեկություններ են, որովհետեւ նույն տեղեկությունը վերցրել են, որ միջինն են վերցրել, average-ն են վերցրել բոլոր Միացյալ Նահանգներն, անշուշտ ունեն մանրամասը Լոս Անջելես, ինչ այլում, Կալիֆոռնիա, ինչ այլում, դա ամեն մանրամասերը ունեն, ոչ թե չունեն։ Զեկույցը ծրում են մի հատ ընդհանուր, հետո եթե ուզում ես դու կարող ես մանրամասի անցնելով, բայց մամուլը ընդհանրապես մի հատ general լուր ասում։ Եվ ասեմ ընդհանրապես, երբ որ որևէ շուկայական
օրինակ հավաքվում ենք մենք ընկերներով կամ մեկը որ հավաքվում ենք պարզապես ձեռնարկա ինձ ճանաչում են հեռուստատեսությամբ եւ մոտենում են եւ սկսում են իմ հետ հարցազրույց ունենալ ինչ կպատահի, ինչ այլնում եւ այլն, սղաճը, թանկությունը, տոները եւ այլն եւ ինչպես միշտ որ հեռուստատեսությամբ էլ ձեզ հիշացնում եմ ինչա կատարվում կամ ինչա ելնելու կամ ինչ կելնի տոկոսներին կամ ինչ կելնի տանարժեքներին կամ ինչ կելնի բիզնեսների մեկը բողոքում ասում է գործերը շատ դանդաղ է մյուսը ասում է շատ լավ է so պատասխանը տանցը ինչպես միշտ հիշացրել եմ եւ նորեն հիշացնեմ եւ նորեն ասեմ կախում ունի որտե ես եւ ինչ ես անում եւ որ թաղի մասին, որ շրջանի մասին եւ ինչի մասին ենք խոսում։ Այսինքն, եթե մոքի ինձի որ ունեմ ընկերներ, որ իրենք commercial property-ների մեջ են, warehouse-ներ ունեն։ Եվ եթե իրանք են հարցնում ինձ ինչ այնելու ուր այդում եւ այլն, իմ պատասխանը տարբեր է ելնելու որտեղ warehouse-ների եւ commercial-ների շուկան հիմա, չեմ ուզում հիմա մանրամասի անցնեմ, բայց տարբեր է։ Այս թերիֆները, այս սղաճը, տոկոսները տարբեր է ազդում այդ տեսակ բիզնեսներին։ Նույնը, եթե մեկը հարցնի տուները որ են էթում, հարցումս ելնելու է տան արժեքները կամ տան շուկան, housing market ընդհանրապես, հարցումս ելնելու է որ ինչ քաղաքի մասին է խոսքը Արդյոք հարցնում ես Newport Beach-ի մասին, արդյոք հարցնում ես Altadena-ի մասին, արդյոք հարցնում ես Glendale-ի մասին, արդյոք հարցնում ես օրինակ Calabasas Woodland Hills-ի մասին։ Որովհետև նորեն ամեն քաղաքը իր տարբեր նույն բանը չեն, այսինքն ինչ որ Glendale-ում է պատահում նույն բանը Newport Beach կամ San Diego կամ Van Nuys կամ North Hollywood չի պատահում։ So դա էլ ուզում հիշացնեմ, որ լուրը որ մամուլը ծրում է, կոնկրետ դա մասին չի խոսում, ընդհանուրի մասին է խոսում։ Ես փորձում եմ ձեզի հիմա նորեն ընդհանուր եմ ասում, բայց ավելի մաղած ընդհանուր, որովհետև հետո ինձ հեռացայնում եք, հետո կոնկրետ ձեզի ասում եմ։ Օրինակ Այդ լիստինգ ամեքից հետո ձեզի ցույց կտամ այս կրակ բռնած Pasadena-ի, Altadena-ի կրակ բռնած հողերից, հա, եւ շատ կան դե հող վաճառքի կրակ բռնած, արդեն շատերի ինշուրենսների հետ համաձայնվել են եւ մեկ մասը ուզում են շինարարություն անել, մեկ մասը ոչ։ Եվ շատ լավ դիլ է, շատ էլ լավ հող է, մեկից հետո կանդրադառնանք, տեղը շատ լավ է, location, whatever location-ը թիվ 1-ն հատ պայմաններից է real estate-ի մեջ residential-ի մասին են խոսում, որ ապրես մեջը վարձուն տարբեր է, որ այդ էլ մեկից հետո կանդրադառնանք, որտեվ cash flow-ն դե թաղամասը, դա երկրորդական մեր խոսակցությունն է, բայց ինչու եմ ասում ես ուղարկան մի քանի հատ ինվեստորներից, որ զբաղվում են այս գործով, որ առնեն շինարարություն անեն եւ այդան Mən մեր ինվեստորներից, որ ինձ ծանոթ ընկեր էլ է, հեռացայնավ իրիկունը, որ Ռոնի տեսամ ես property-ն եւ այլն, եւ կներեք ես ձեզի կիրակի եմ ցույց տալի, բայց այս լիստինգը 4 օր, 5 օր է արդեն շուկայի մեջ է։ Դամաշեմ եթե հետաքրքրված եք տուն առնելով կամ մի բան անելով, մի կսպասեք կիրակի իմ ծրագրին, որտեվ շատ բաներ վաճառվում է գալիս այդում է միջով կիրակի, հեռացայնեք, եթե լուրջ ուզում եք շուկայի մեջ ելնեք, մենք շաբաթվա մեջ ձեզ այս տեղեկությունները կտանք։ Ինչևից է, հեռացանեց, որ շատ լավ է, ասա, որ ես իրան հիշեցուցի, ասի, որ ես ճիշտ է քեզ ուղարկամ այս լիստինգը տեսնես, չեմ ուզում ասի հետ չասար ինձի, որտեվ ելերա նախկինում չեմ ուղարկել իմ կարծիքով ես, որ իր համար չի, եւ ասել են, որ ինչու չուղարկար ինձի։ Ասում են, ես իմ կարծիքս քո համար չի, որտեվ ես իմ հողը առնես, նույնիսկ plan permit-ները, որ ասում են արագացնում են, եթե նույն չափսերով ես ուզում սարքես, ինչևից է միջով շինարարություն անես եւ այլն 6 ամիս, 8 ամիս կտևի, նույնիսկ մեկ տարի, բայց այլ խորհուրդ չեմ տա արագացնել շուտ անես շինարարությունը, որովհետեւ կողքի հողերը դեռ կրակ բռնած են
նույնիսկ սարքես էլ brand new կելես մենակ դու, հետո կողքեր ամենը դատարկ հողեր, նախընտրելի է այս շինարարությունը ելնի այն ժամանակ, որ արդեն մեծամասնությունը սկսել են շինարարություն անել, որ դու մենակ դու չելնես, որ առնողը չասի ես ամեն հողերի մեջտեղը տուն եմ առնում։ So այդի ասելով այսինքն 2 տարվա նկատի պետք է առնես։ Եվ այդ 2 տարի, ասենք մեկ տարի կրակը բռնել 2 տարի, 3-4 տարի կարող է տևի։ So ասեմ it's a long term investment։ Այսինքն նորից ինչ եմ ուզում ասած եմ։ Լուրը կամ տեղեկությունները, օրինակ հայնակիցները ասում են գործելը լավ չի։ Օրինակ նոր էս PCE հասկացողության, որ consumer spending on goods or Commerce Department-ի կողմից սղաճը որպես inflation մահատ էս զեկույցներից է, որ ամեն ամիս դրվում է եւ ամենակարևոր զեկույցներից է, որ կենտրոնական բանկը որ պետք է որոշում տա, որ տոկոսները իջացնեն դե բարձրացնեն, մեծամասնությունը այս տեղեկության վրայից է, որպես իմանա, որ սղաճը ուր է այդում։ So personal consumption expenditures price index-ն է, so personal consumption expenditure price index, որ նախկինում ստա մասին խոսացել եմ անցյալում, բայց շատ կարևոր է, որ նայեն սղաճ որպես թանկություն, որպես inflation, եւ անշուշտ նայում են որպես վստահություն, ժողովրդի ինքնավստահությունը, եւ նայում են տարբեր սեկտորներ շատ եւ savings-ը, եւ personal income-ը, personal spending-ը, ինչպես վստահությունը որպես labor market-ի գործերին եւ այլն մանրամաս զեկույց է, եւ այս զեկույցը շատ կարեւոր է ոչ թե միայն կենտրոնական բանկի համար, նույնիսկ իմ համար, ես ստավերայից կարողանում եմ թելադրեմ, բայց նորից եմ ասում, էսի ընդհանուր է, հետո մանրամաս է այդում, այսինքն թե լո այս PCE-ին price sentiment, այս PCE թիվը քիչ է, այսինքն chances, որ տոկոսը կտրի կենտրոնական բանկը, երբ որ իջեր է, բարձրանում է, երբ որ էսի բարձրանում է, կենտրոնական բանկն էլ կարող է տոկոսները չիջացնի, որ ինչպես ասեմ, չորեքշաբթի, չորեքշաբթի են ժողովները։ So consumer spending-ը ժողովուրդը որ գումար են ծախսում, ինչի վրա ապրանքների վրա, ուտելիք, հագուստ, մեքենա, appliance եւ այլն, եւ սերվիսների վրա, վարձ, insurance, ճամփորդություն, travel, եւ այս բոլորը նայում են ամսից ամիս եւ նայում են տարեկան ուրա գնացել ինչա ելնում եւ ինչպես ասա որտեղ կենտրոնական Միացյալ Նահանգների պետությունը փակ էր պաշտոնական էսի սեպտեմբերի զեկույցն որ հաներ են so core PCE այսինքն բուն որ կենտրոնական բանկը թիվն է նայում ամսից ամիս օգոստոսից սեպտեմբեր 2/10-ի չափ բարձրացավ։ Տարեկան, որ նայում են տարեկան, 1/10 իջավ, այսինքն 2.9 օգոստոսին, սեպտեմբերին 2.8 իջավ։ Հիմա չմոռանանք, սեպտեմբերից մենք դեկտեմբեր ենք, երկինքից գետին կարող է փոխվի ամեն ինչը կամ փոխվերա, so չենք ուզում հիմա տեթանք։ Headline PC-ին, որ բուն տեղն է գրավում առաջինը, ամսականը 3/10-ի չափ փոխվավ եւ տարեկանը նորեն 1.8% նույնն էր որ օգոստոսից։ Հիմա ինչեր goods, որ ինչպես ասեմ հագուստեղենն է, appliance-ն է, շոշափելի ապրանքները goods, որ վաճառվում է, 5/10-ի չափ բարձրացավ եւ էսի ասում են թերիֆի պատճառով, որտեղ թերիֆ արժեքները վրեվ այդում են։ Սերվիսները, ինչպես ասեմ, բժշկություն, փաստաբան, հաշվապահ եւ այլն 2/10-ի չափ սերվիսը, ուտելիքը food 4/10-ի չափ բարձրացավ եւ ամենաշատը որ energy-ն է, energy որպես քարյուղը, վառելիքը, energy-ն 1.7% բարձրացավ։
Հիմա նայում ենք որպես ժողովրդի ընդհանուր բար ժողովրդի ֆինանսավորման առողջությունը։ Ինչպես են նայում էդի, նայելով որ savings rate-ը ինչքան է ժողովրդինը 4.7% որ անփոփոխ էր։ Personal income եկամուտները ժողովրդինը 4/10-րդի չափ բարձրացավ մեկ ամսվա մեջ, որ ավելի բարձր էր, քան թե սպասելիքը։ Personal spending ժողովուրդը սեպտեմբերին ինչքան գումար են ծախսել, մեկ քիչ ավելի քիչ էր, քան թե սպասելիքից 3/10-րդի չափ։ Հիմա որպես վստահություն, որպես sentiment եւ labor, so consumer sentiment վստահությունը բարձրացավ 53.3%-ի, inflation expectation, այսինքն սղաճի թանկության սպասելիքը ամենաս քիչն է որ ունեցել են ժողովուրդը էլ չեն կարծում որ թանկություն պետք է լինի այլևս։ So Labor Department-ը mix էր որպես hiring եւ firing որ կար դե չկար։ So էսի որ հիմա զեկույցը դուրս եկավ ուրբաթ օրը, էսի հայտնի է ելնելու որ կարծում են որ կենտրոնական բանկը չորեքշաբթի պետք է որ 40%-ով իջացի, որտեղ սղաճ չի տեսնում inflation, չեն տեսնում թանկություն գա եւ ըստ համար կարծում եմ որ անպայման կենտրոնական բանկը պետք է իջացնի տոկոսները, բայց հիշացնեմ կենտրոնական բանկի տոկոսը որ իջացնի կամ իջացնում կամ բարձրացնում կամ ինչ-որ կապ չունի տուների տոկոսներին։ Ազդում է line of credit-ներին, ազդում է second loan-երին, ազդում է credit card-երին, ազդում է մեքենայի վարկերին, ազդում է student loan-երին, բայց որևէ ձևով չի ազդում, commercial loan-երին ազդում է, բայց որևէ ձևի չի ազդում տան mortgage loan-երին։ So կենտրոնական բանկը տոկոսները իջացնի չորեքշաբթի, mortgage rate-երը պետք է որ իջնի, որովհետև 10 տարվա treasury-ին, որ բանդն է, որ պետական բանդն է, որ դնում է պետությունը ասում է, եւ yield-ն է 4-երի մեջ, որ մեկ սետու ձեզ ցույց կտամ ամեն շաբաթ ցույց եմ տալի, այդ bond market-ը պետք է որ երբ որ լավատես է, երբ որ տեսնում է սղաճը իջնում է, տոկոսը իջնում է, բանդը պետք է իջնի։ Եթե լավ լուր ասելով որ վտանգավոր բան չկա, ամեն ինչ լավ է, բայց կարող է որ չիջնի, կարող է նույնը մնա։ So որպես գնողներ, տուն գնողներ իրանց վստահությունը տեսել են որ ավելի քիչ է սղաճը, inflation-ը, ավելի քիչ են սպասում ելնի, եկամուտները տեսնում են շատանում է, վստահությունն էլ տեսել են շատանում են եւ այս բոլորը մահատ ճիշտ կարծես կրակի վրա գազ լցնելով fuel այլում որ հետ այդան շուկան որպես buyers այդան մտնեն նոր շուկան եւ դժբախտաբար անմիջապես խոսալուց նորեն LA area-ի մասին եմ խոսում ոչ թե ընդհանուր Glendale, Burbank, La Canada, La Crescenta Valley, Van Nuys, Woodland, Chatsworth, Azusa, San Dimas, Montebello եւ այլն buyer activity-ների մեծամասնությունը մանավանդ երբ որ տոկոսները իջնի որ իջերը որ կարողանան payment-ի affordability ելնի նորեն տուն չկա վաճառքի բավարար բավականի տուներ եւ էսի նորեն ազդեցություն ունենալու արժեքների կողմից so միակ ձևը կարող ենք արժեքները balance-ը պահել եւ արժեքները իջնի երբ որ տուները շատանան որ չի շատանում չի շատանալու for a long time բավականի եկա refinance-ների համար be fantastic եւ արդեն կա արդեն քանի շաբաթ է մենք մեր refinance-ները բավականի սկսել են շատ աշխուժացել են մանավանդ cash-out են անում տուներն են սարքում ուրիշ տուն են առնում բավականի աշխուժություն կա refinance-ի կողմից եւ նույնիսկ առնելու կողմից, որտեւ հիմա նախկինում ձեզի շատ եմ ասել տոկոսները պաշտոնականը by the way պաշտոնականը ամս քիչն ունեցել են չեմ քանի տարվա մեջ 2 տարվա մեջ տեսնում եմ բան 6.2%
պաշտոնականը, մերը 5.6, 5.6, որ մենք հետո կանդադարանք տոկոսներին, բայց հիշացնեմ նորեն, տոկոսները որոշում է 10 տարվա treasury բանդը, բանկերը վերցնում են, և վրեն ավելացնում են իրանց spread-ը, իրանց շահը, իրանց margin-ը, պաշտոնական spread են ասում։ Եվ այդ spread-ը պատմության մեջ ընդհանրապես 10 տարվա treasury վրա ավելանում է 1.5-ից 1.3 չափ։ That's the norm, այսինքն եթե 10 տարվա treasury-ն 4 է, վրան ավելանում է 1.5-ից 1.3, որելում է 5.5 կամ 5.3։ So եթե բանդը 4.5 է, հենի կելնի 6 կամ 6.4, ինչպես տեսնում եք, 1.5-ից 1.3 ավելացնել 10 տարվա treasury վրա։ 10 տարվա treasury ես տարիները վերջի գոնե 2 տարին ասում եմ, որ մի սպասեք 4-ից իջնի, տարբերություն չի անի կենտրոնական բանկը իշխանի, տարբերություն չի անի շուկան ինչ այլում, հիմա աստված ոչ արասի դե դեպք պատա, ինչպես որ COVID-ի համար էր, բայց եթե այդ հարցերը չենի 10 տարվա treasury-ն 4-ից 4.5-ի մեջ տատանվելու է։ So եթե 4-ից 4.5 մնալու է, որ բավականի երկար ժամանակ, տան տոկոսները 5.5-ից չպետք է որ իջնի։ Այսինքն, ով որ տոկոսի է սպասում, ամենալավագույն պարագան ելնելու է 5.5։ Այս ուզում եք, խնդրում եմ գրեք, վիդեոս պահեք, YouTube-ների վրա հետո տեսնում եք դնում եք, որ կարող ասել Ռոնի Ղարիբյանը մեզի ինչքան ժամանակ ասում է 5.5-ից չի իջնի, այսա նայեք 5 տարի սպասում ենք չի իջե։ 5 տարի it's too long, ով է իմանում ապական իշկենի նամանվա նոր նախագահ են ունենալու այն ժամանակ։ Եվ ասեմ նախագահ ասեմ ձեզի համար լավ լուր ունեմ, որ հետո կհայտարարեմ, բայց շատ մեծ հայտարարություն ունեմ, շատ մեծ Գրենդել քաղաքի համար, ես ունեմ ձեր համար շատ լավ լուր, որ սպասեք երևի մինչև մյուս շաբաթ կամ մյուս շաբաթ կհայտարարեմ նախքան Քրիսմասը։ Ինչևից է հետ եթանք այդ margin-ի վրա, so եթե ամենալավագույնը 5.5-ը, so եթե որ բան մարքեթը 4.1-ը փակվե ուրբաթ օրը, so 1.5-ը որ մինիմում է միջով 1.3, 1.5-ից 1.3, so 1.3 4.1-ի վրա ավելացես, ելնումա 5.875։ 1.5% ավելացնես վրան, ելնում է 5.5, 5.625, այսինքն 4.1 պլուս 1.5, ելնում է 5.6։ Որ ինչ է կարծում մեր տոկոսներն այսօր։ 5.6, 5.625, մեր տոկոսն այսօր։ So տոկոսի սպասողը, this is it, հասավ, this is it, հասերա։ Ստանից ցած չկա, այսինքն սպասում ես այլևս տոկոսին, call me in 10 years, 10 տարի հետո հրացայնի։ Եթե տոկոսին չես սպասում, ուրիշ խնդիրներ ունես, արժեքն է, եկամուտն է, դա հասկանալի է։ Բայց եթե տոկոսին ես սպասում, this is it, ստանից ավելի ցած իջնել չկա։ Եթե ավելի, այսինքն պետականը պաշտոնական չեմ ասում, մերն ենք ասում, 5.620։ Հիմա 40% վրև ցած կանի, բայց 40%-ի մասին չի խոսքը։ So նույն պայմաններով Federal Housing Finance Agency, Federal Housing Finance Agency, անուններ ունեն, հետաքրքիր անուններ ունեն, Federal Housing Finance Agency կամ FHFA անունով, այսի պետության Fannie Mae Freddie Mac-ի օրենքներն է պաշտպանում եւ այլն, պաշտոնական ստանես մոտ մի ամիս առաջ հայտարարան, որ այդ conforming limit-ը, որ 807,000 էր, տեսնեմ բան էր, conforming limit-ը ամեն տարի արդեն 2026-ին էլ եւս բարձրացրան 832,750 լավ conforming-ը, high balance-ը 1,209,000 էր, արան 1,249,000, 3.4% բարձրացրան։ Վերջի 2 տարվա ընթացքին 5%-ից ավել են բարձրացրել։
Եվ այս բարձրացումը 2016-ից սկսան շարունակել բարձրացնել եւ մեծամասնությունը նայում են շուկան, որ ուր այթում եւ ինչ սպասելիք ունեն կարողանան Fannie Mae Freddie Mac այս վարկերը առնեն, որ մեկ քիչ բողոք ասում են հանգստում եք ռիսկը շատացնում եք։ Բայց ինչ որ վերաբերում է բանկերին, որ մենք լենդերներս ենք, մենք արդեն սկսել ենք բարձր, ճիշտ է հունվարից է սկսում, բայց մենք արդեն բարձրի վրա սկսել ենք բարձրացնել եւ մեկ քիչ threshold բողոքներ կա, որ 2022-ից որ այս high cost area-ն 1 միլիոն է եւ 1 միլիոնի 115% ավելի բարձրացում են. It's a complicated calculation, but nevertheless conforming limit-ը բարձրացում են տոկոս մեջ ազդում է. Այսինքն եթե հիմա մենք հետո կանդրադառնանք, բայց եթե պարկը 830,000 է, քան թե 880,000 է, այդ երկուսի 832 կամ 800 կամ 900, որ high balance է սեթում, այս երկուսի մեջ տոկոսի մեջ մոտ 3/8-ից կես տոկոս տարբերություն անում։ Հետո ունենք ջամբոնը, որ վարկը ոչ թե տանարժեքը 1,249,000-ից ավելի բարձր լինի ջամբո հասկացողության է սեթում, որ տարբեր պայմաններ ունի։ Անցյալ անգամներ խոսացել եմ ինչ կար նորություններ, եթե հիշում եք դատարկ հողերի մասին խոսացին, որ ասամ մեծ AI ընկերությունները կամ ընդհանրապես տեխնոլոգի ընկերությունները պակասություն ունեն storage-ի համար, որ փարքան են իրենց truck-ները, իրենց storage-ի container-ները, իրենց հոսանքի anyway, գործիքները, so մեծ նոր բիզնես էր, եթե հիշում եք։ Հիմա ուրիշ նոր մեհատնիչ բիզնես է, որ ահագին արդեն շուկան սկսել է այդ ուղղությամբ աշխատել, so դա է լինում է Child Care Center։ Մանկապարտեզ մեր հայկական հասկացողությամբ հիմա ներկայիս 65 billion dollar projected growth-ն է 109 billion dollar մինչև 2033, որ ստանից ելնում է արդեն 26 ենք եթում 8 տարի հետո։ Այսինքն 8 տարվա մեջ հիմա 65 billion dollar բիզնեսը double-ից էլ double այլնելու մոտարապես, երկու անգամ շատանալու է։ Եվ ինչու, որովհետև COVID-ը որ ելավ, եւ COVID-ի ընթացքին ժողովուրդը սկսան տունից աշխատել մեծամասնությունը, եւ այս տունից աշխատելու պայմանների տակ homeschooling-ը սկսավ, եւ homeschooling-ի պատճառով տունից աշխատելով daycare-ների պետքություն չկար, որ դպրոցներ դնել, մանկապարտեզներ դնել երեխաներին։ Հենց որ ասում եմ փոքր երեխաների մասին է խոսքը։ Այնքան է բիզնեսը շատացել, որ եւ այնքան պահանջը շատ է եւ շատանում է, waiting list-երը արդեն սպանում է, խեղդում է ժողովրդին, տեղեր կան ընդհանրապես չկա, պակասություն կա եւ սկսել են ինվեստորները մեծականակ այսինքն շենքեր առնել կամ սարքել եւ նույնիսկ ռիթեր կա տաս մասին, որ կարողանան մեկ-մեկ ելմա վարձու են տալի եւ վարձու որ տալիս են, չեն վարձու տալի տենց ման-to-ման ձևով, վարձու են տալի որպես դու պետք է ամեն ինչը թեքեր անես, որպես over որ տանտերն է, բիզնեսը ինքը արդեն մաքրել է, սարքել է ամեն ինչը։ So մոտարապես 14.7 միլիոն երեխաներ կան 6 տարեկանից ցած 14.7 million US children under 6 years of age փաստով նրանք որ ունեն այդ թիվը եւ ստանից միայն 8.7 միլիոնը առայժմ դպրոցներում գրված են եւ 6 միլիոն երեխա տեղ չունեն դպրոցի տալ։ Հիմա մեր մասը վստահ եմ տունում
իրանք են take-care անում, բայց կարող եմ ասեմ, որ հիմա պայմաններով գոնե ամեն տեղ ոչ թե միայն Լոս Անջելեսի մասին չի խոսքը, եթե զույգերը երկուսն էլ չեն աշխատում, շատ դժվար է ելնելու կարողանան երեխային մեծացնել։ Waiting list-ը միջինը պաշտոնական, այս որ ասում եմ US Census Bureau-ի կողմից է 6 ամսվա է եւ 13% ընտանիքները գոնե սպասում են 1 տարից ավել։ Եվ էսի ասեմ պակասությունը 51% էրիաները child care desert են ասում, այսինքն basically ամեն մեկ դպրոցի համար 3 անգամ պահանջը կա, կամ ամեն մի աթոռին 3 հատ աշակերտի պահանջը կա։ Այսի նոր բիզնեսներից է, daycare բացելու համար, ինչպես ասամ, ինվեստորները առնում են այս շենքերը, պատրաստում են որպես դպրոց եւ ստանք շատ կամ վաճառում են կամ էլ շատ ground lease-եր են տալի դպրոցների, որ իրանք մաքրությունը, ինշուրենսը, property, ամեն ինչ իրանք են անում, ունակ տալիս էս գործ չունես էլ այսպես տոն քամի։ Այսի նոր բիզնեսներից է, որ բավականին շուկայում կա։ Refinance-ի համար հեռաձայներ շատ ունեցել ենք, բարեբախտաբար ավելի իջեր է, բարեբախտաբար եւ միշտ ասում եմ, եթե այսօր պետք է 3, 4, 500 հազար ինչքան որ քո savings-ը տա, նույնիսկ $200, ասպես սպասեմ մի քիչ էլ դու ինչքան սպասում ես այդ savings-ը չես ունենում, կորցնում ես։ Ինչ է refinance-ը, էդ էլ ունեմ մի քիչ confuse ժողովուրդը, պարզապես մի հատ լոն ունես, այդ լոնը փակվում է, նոր լոն է դրվում, դա refinance է ելնում, այսինքն taking a new loan, replacing the old loan, շատ պարզ, դա refinance է կոչվում։ Ինչու պետք է անեք, ով է refinance անողները, մեծամասնություն, երբ որ տոկոսը դա իջե, որ կարողանաս ամսական payment-ը իջնի, դա մեկ բուն պատճառներից է։ Ուրիշ պատճառներից են, որ անշուշտ կարող ես տարիները կրճատես, եթե տարիքի հարց կա, եթե ուզում ես շուտ pay-off անես, չես ուզում 30 տարի կամ 40 տարի կամ խոսում են 50 տարվա մասին անցյալ շաբաթ, ասամ ձեզի նախանցյալ շաբաթ, բայց չես ուզում 30, ասպես արի այդքան փոխենք 20 տարով, 10 տարով, 15 տարով, որ շուտ փակենք։ Եվ այդ պատճառներից է եւ ինչուն էտա, բայց տոկոսները անպայման կարևոր է, որ նկատի առնենք ինչ այլն։ Ուզում եմ նայեմ մարքեթը շուկան ինչպես փակվավ, ուրեմն Dow Jones-ը փակվավ 47954, 104 point, շահ ունեցավ S&P-ն 6870, 13 point շահեցավ S&P-ն, Nasdaq-ը 23578, 72 point շահ ունեցավ Nasdaq-ը։ Գերմանական DAX-ը 24028, 146 point շահ ունեցավ, անգլիական FTSE-ն 9667, 43 point կորուստ ունեցավ եւ Nikkei-ը 50491, 536 point կորուստ ունեցավ, Շանհայ 3902, 27 point շահ ունեցավ Շանհայը։ Քարյուղը հայրենակիցն $60.16 cent, 49 cent բարձրացավ, ոսկին 4227, $15 իջավ, արծաթը $58.84 cent, $1.35 cent բարձրացավ, Platinum-ը 1656, $4 Platinum-ը իջավ։ Եվրոպական եվրո մի քիչ ուժեղացավ, $1.16 cent-ը 1 եվրո, անգլիական British Pound-ն ուժեղացավ, $1.33 cent-ը 1 pound, Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրվա փակման ժամանակ 89446 եւ Հայաստանի դրամը $381.55 cent։ Ուրեմն 10 տարվա treasury-ը, որ 30 տարվա վարկերը մի քիչ առաջ բացատրում եմ ստա վրա է, ինչպես նայում եք 4.13, տեսնում եք մեկ քիչ բարձրացել է մեկ շաբաթվա մեջ, եթե ասենք 4.13-9 եւ ստա վրա ավելացնենք միայն 1.5%, ոչ թե ավել, ելնելու է 5.639, այսինքն 4.139-ի վրա ավելացնենք 1.5,
ելնում է 5.7, հիմա ավելացնենք օրինակ 1.3 1.75 կենի 5.8 այդպես մի բան so էսի թելադրում է 30 տարվա վարկերը այո ինչպես տեսակ 30 տարվա վարկերը տոկոսի մարքեթը անշուշտ թելադրում է տարբեր ձևերով տարբեր պատճառներով եւ շուկան իր volatility-ը ինչ է ելնելու so երկուշաբթի ինչպես կբացվի աշուտ շատ ուրիշ բաներ կա միայն տանով չի AI-ի մասը մեծ դեր է կատարում եթե լսացիք վստահ եմ որ Netflix-ը Warner Brothers-ին ուզում առնի ամենից երկրորդ մեծ համաշխարհային գնումն է ելնելու կարծեմ երկաթուղագիծը առաջինն էր ինչևիցե բիզնեսները մեծանում են շահերը տեսնեք նա այս consumer spending-ը մի քիչ առաջ որ PCI ասեմ չմոռանանք CPI-ն որ ասեմ չմոռանանք երբ որ նայում են ինչեր եւ ինչեր այո ինչեր ոչ այսինքն նայեք Best Buy օրինակ Best Buy-ի շահերն ու ստակը ավելի բարձր է քան թե օրինակ luxury մոմի խանութը կամ մոմի ընկերություն ինչու որովհետեւ ժողովուրդը ասում լավ ես լապտոպ կոմպյուտեր պետք ունեմ աշխատելու համար կամ պետք ունեմ ապրելու համար բայց մոմը կարող եմ հետո առնեմ so მე բաներ որ կամ հագուստը պետք ունեմ բայց հիմա պետք է չունեմ 10 ջինս so կապ ունի ինչ սեկտորա ժողովրդի ինչ պետքություն ունեն դա վրայից փոխվում է mən նայն տոկոսները խնդրում եմ բավականի իջեր են կամ առնելու համար կամ refinance-ի համար այլևս եթե սպասում եք crash անի իշնի ոչ չի մամապրա իշնի crash չկա correction-ներ կարող է եւ ինչպես սկիզբ ասամ որ դե մասին է խոսքը եթե Glendale Burbank Lacrosse Center-ը ասում not quiet mən նայենք տոկոսները որ դրում լիստինգներ նայենք խնդրում նայենք սա refinance-ի համար է ուրեմն եթե վարկը տա 300,000-ից 832,000 եւ լավ կրեդիտ ունես եւ house տուն եւ մեջը բնակում ես եւ 20% equity ունես 5.625%-ով cash-ը դիտի ուզբեսանես մեզ գումար քաշես տան վրա նույն պայմաններով 5.625 30% equity պարագայում եւ high balance-ը 832,249,000 5.875 Այսի առանց tax return-ի profit and loss statement են ցույց տալի եւ interest only այսինքն payment-ը իսկապես քիչ էնի կարող ես առաջի 10 տարին միայն տոկոս վճարես հետո մնացածը մայր գումար բայց կարող ես refinance անես ընթացքին առանց tax return-ի 6.375 նույն պայմաններով 30% equity եթե credit հետ վատա 620 credit տա եւ ուզում ես գումար քաշես տան վրա մինչեւ 832,000 5.5% 1%-ով Այսի ուրեմն seller concession եթե 2-1 buy down հասկացողության եթե տուն ես առնում օրինակ եմ տվել purchase price-ը $800,000 եւ դնում ես տա վրա 20% կանխավճար Elnuma payment nation purchase price is 800,000 loan-ն է 800,000 purchase price-ը $1 million 3% կանխավճարով 5.625 ուրեմն over սպասում էր 5-երին կամ ավելի շուտ 5.5-ի կամ 5.6-ի Էսա first time home buyer 3% կանխավճար 5.625 1 point-ով կամ 5.0 point-ով so տոկոսների հարցը լուծվավ 20% կանխավճարով նույն ձևի 5.625 20 տարվա ֆիքսը կարող ես տարիները կրճատես 5.4 ստանաս 20 տարով կամ 15 տարովը high balance-ները որ 432-ից 1.249,000 10% down payment-ի պարագայում 6% 1 point-ով 781 credit score-ով եւ էսի primary residence owner occupied 30 տարվա 20% կանխավճարով նույն ձևի 20% down payment-ով 5.75 FHA-ները եթե FHA loan ունես FHA-ից FHA-ին գետում 5.5% 1 point-ով եթե ունենք high balance 832-ից 1.249,000 5.5
Եթե FHL-ն ունեք ներկայիս, միայն FHL-ից FHL փոխանցեք առանցի ծախս վճարելով, որևէ ծախս առանցի որևէ թուղթ ցույց տալու, արդեն FHL-ն պետք է ունենաք 6%-ով փոխում ենք իջացնում ենք payment-ը։ Ջամբոները 6% մինչև $3 միլիոն, սի profit and loss statement-ը, որ հայնակիցներից, որ եկամուտի tax return-ները self-employed-ների համար են, նրանք որ 1099 են ստանում, նրանք որ commission են ստանում, նրանք որ իրանց fix W2 չեք ստանում, կարող եք այս profit and loss ծրագիրով մոտենալ քարտին, քան թե tax return ներկայացնեք։ Սա նորեն self-employed-ների պարագայում, եթե bank statement program-ն է, bank statement-ով կարող ենք ձեր եկամուտը ապահովենք եւ սա էլ նույն ձևի միայն interest only է։ Mən listingները բավականին լավ listingներ կա, ինչպես միշտ ամենը չեմ կարող ցույց տամ եւ չի նշանակում ամենը ցույց եմ տալի արժանն եմ ցույց տալի, կա որ հնարավորություն ունի, տեղը լավ է, վիճակը լավ է, ամեն ինչը մտի առավելություններ ունի։ Mən նայենք listingները mix սպասեք իրակ, ինձ էլ հեռազանում են 5 շաբթի օրը ասեն իրակի մայք ինձ տուն ցույց տա, տուն ծախվա վայրանկից։ Բիգե ավելի շուտ հեռազանել, նայենք խնդրում եմ։ Առաջինը Reseda-ում 2.9 սենյակ 3 լվացարան 1361 square feet $495 Homeowners Association նա purchase moving condition գետիներ ամենը is done որևէ ծախս չունեք $500,000 it's not շատ արժանա high ceiling ննջարան ունի starter-ի համար մոքրի առաջի անգամ ասկսում why not as a starter it's a good բավականի արժանա մոքրը որ կարողանա նոր սկսի եւ իր private garage-ն էլ ունի անշուշտ Թահանգա 2.9 սենյակ 3 լվացարան 1100 ուրեմն այս տունի մասին ասեմ ես իմ առաջի տունը 1989 թվականին այս շենքի մեջ առամ եւ շատ երիտասարդ եմ այն ժամանակ 5 years fix adjustable տոկոս վերսրանք 16%-ով վեճը տոկոսները մի քանի տարի հետո իջավ 12-ի refinance արանք 12%-ով շատ ուրախացանք վեճը մարքեթը crash արավ ես էլ երիտասարդ էի եւ այդ տունը foreclose ելանք ես առել եմ $110,000 բանկը foreclose ելավ եւ բանկում վաճառվավ $40,000 Հիմա նույն կոմպլեքսում ծախվում է $550,000 30 տարվա մեջ 50,000 էլ era $550,000 Ինչևիցե զուսա նորեն մաքուր ամեն ինչը սիրուն 1375 square feet Էսի բարձրապես ծուսեպ տալու ամեն մարդ չի ուզում west էտա east էլ կարող եք էտակ Եվ արժեքը որպես starter եւ size it's a good price Burbank 2.9 3 լվացարան 1244 square feet Homeowners Association $850 բայց ունի 6 հատ pool 4 հատ tennis court մեծ 2-3 հատ private park private security guard շատ առավելություններ ունի եւ cable-ն էլ մեջն է այդ 850-ի մեջ $600,000 asking price որ ելումա $482 price per square feet որ բավականի իջերա այդ թաղամասի համար Pasadena 2.9 սենյակ 2 լվացարան 1183 square feet ունի մեծությունն $653 Homeowners Association-ն Pasadena-ի լավ թաղամասներից է $633 price per square feet ելումա $749,000 asking price Pasadena-ում եւ ասեմ Pasadena-ի լավ թաղամասներից է Washer Dryer Hookup-ներն Մյուսը North Hollywood 3.9 սենյակ 3 լվացարան 1600 square feet ունի մեծությունն է $475 Homeowners Association-ն asking price $749,500 North Hollywood-ում, ինչպես տեսնում եք, լավ վիճակի մեջ է North Hollywood-ի լավ տեղերից է by the way, ասեմ բարձրապես հիշեք, որ it's a good neighborhood of North Hollywood. La Crescenta 3.9 սենյակ 3 լվացարան
1150 square feet տունի մեծությունն է, $530 homeowners association-ն է, asking price $799, $515 price per square feet. Մի մոռացեք, էսի լակասենթա $515 price per square feet is not a bad price համեմատաբար, այսինքն լավ արժեք են դրել. So it can is not too expensive, but լավ արժեք է. West Hollywood, այո, ասեն տեսեք դեկորն էլ West Hollywood-ի նման են, հետաքրքիր է, չէ՞ են տուները, որ կան, իրանք էլ դիզայն են decorate են անում նույն տունի նման. So 1466 square feet տունի մեծությունն է, $550 homeowners association-ը եւ asking price $895,000, մի մոռացեք, Hollywood-ի համար $895,000 it's not bad with the $611 price per square feet. Silver Lake-ը ուրեմն այսել մատ պատմություն ունեմ։ Իմ առաջից commercial loan-ը չսխալվեմ 5 unit էր, 8 unit էր, ամերիկացի մարդ էր, շատ clean cut, հաշվապահ էր եւ չեմ ինչպես ինձի բան արա որ refinance անեմ իր 300,000-ի չափ հիշում եմ loan-ն էր այն ժամանակ այսօր ասեմ 92-3 թվականներին էր եւ առաջ այն ժամանակ ոչ cellphone կար, ոչ computer կար, ոչ email կար, թուղթերը պետք է անձնապես վերցնենք, անձնապես էլ drop off անենք, there was no email արա, scan արա, դες բաներ չկար։ Եթե տունից վերցնենք հաջողորդինը, կամ ինքը բերել drop off աներ, մեծամասնությունը մենք ենք այդում վերցնում։ Ինչևիցե առաջի անգամ ես Silver Lake գնացիմ, լսել եմ, բայց չին գնացել 20 քանի տարեկան երիտասարդ եմ եւ այդ սարերի մեջից up and down-ները եւ այն ժամանակ այդ անձնավորություններին որ տեսամ it was a typical original Silver Lake եւ շատ այն ժամանակ անդրադարձա wow Silver Lake has been around for a long time եւ ամերիկացիների մեջ միշտ պահանջել էր անդե Beverly Hills 2.2 լվացարան 1440 square feet տունի մեծությունն է $550 homeowners association Beverly Hills-ում $550 homeowners association չես լսի մանավանդ այսքան մեծ տուն $693 price per square feet եւ պատրաստ վիճակի մեջ է նայեք bathroom-ները ամենը Beverly style moving condition-ը $998,000 asking price. Dana Point Beach-ից քայլելով քանի վայրկյան 3.3 լվացարան 1702 square feet, so դրեք retire անեք, ծովեզեր կապրեք եւ բաջետի վրա եք շատ չունեք, էսի perfect $1702 ամեն քշեր են դե ռեստորանները ամեն օր ժողովուրդը լսված են Dana Point իրիկունները, որտեղ they can կարող են եւ asking price $588 price per square feet in Dana Point մի անգամ էսի որ տեսնում ես հիմա մյուս անգամ երազի մեջ կտեսնես այդ արժեքով տուն Westwood Century City 2.3 լվացարան նայեք այսօր այս պայմաններով $2,300 տունի 2,300 square feet քանդոյի մեծությունն է նայեք մեծ bedroom-ներ մեծ bathroom-ներ Homeowners Association-ը $2,358 եւ price per square feet-ը $863 եւ ստան վճարող կա այդ շենքի մեջ լիքն են ժողովուրդը ապրում են $2 million asking price հողով տուներ նայենք մի քիչ արագացնեմ Reseda 3.1 լվացարան 1085 square feet տունա փոքր է հողը 6000 square feet-ը average-ը բայց $660,000-ով դու այսօր որ ես տուն ճարելու ամեն տեսակ կոնդոմինիումների արժեքներ են Էսի կարող ես վերցնես, կամանց մեծացնես, կամանց սարքես, որ կարողանաս affordable ելնի ասելով, այսինքն փոքրից սկսում ես, մատ ներկում ես, մատ խոանոցն ես փոխում, բայց բակը տունես, տեղը տունես, ADU-ն էլ կարող ես սարքես, վաղը քեզի պետք է լինի, որ այդ ADU-ի եկամուտով, եթե պարկես վերցրի, որ սարքես, պարկերը տաս։ Chatsworth
4 տնջասենյակ 3 լվացարան 1636 square feet տունի մեծությունն է, 7500 square feet հողամասի մեծությունն է, փոքրիկ $60 Homeowners Association-ի $516 price per square feet էլ $844,000. Northridge 3 տնջասենյակ 2 լվացարան 1442 square feet 8100 հողամասն է, Էլը պատրաստ վիճակի մեջ է pretty much, չեմ ասում brand new է, բայց ծախսել չունես ներս մտնելու, կարող ես սենցի օգտագործես, $603 price per square feet, բայց ինչպես ասամ, you don't need to spend money, կարող ես ներս մտնես պատուհանները փոխված արդեն, $1 million asking price եւ Northridge-ը եւ նայ մեծ բակ ունես, կարող ես ADU սարքես, որ ես կողքից հարևան ինքը կարող է այդ հավ գաս, դե կարող ես ցանկապատ դնես բաժանես, որ իրար չտեսնեք։ North Hollywood 3 տնջասենյակ 4 լվացարան 2012 square feet տունի մեծությունն է 1400 square feet lot size, որովհետև condominium ասը ներաղամիտ կենեք ես lot size-ը փոքր են դրե $970,000. Burbank 3 տնջասենյակ 2 լվացարան 1710 square feet տունի մեծությունն է 4200 square feet հողամասի մեծությունն է։ Էսի մեծացնելու տեղ չունի։ Ունի, but I would recommend։ Էսի միայն as is պետք է ներսը ձեռք հաշվի, ներկվի, գույնավոր բաները հանվի եւ մի քիչ մարերնանա, նորմալ տունը ընտանիքի համար որ starter ուզում են Burbank ապրեն, լավ թաղամասում Burbank-ին եւ բակ ունենան եւ affordable լինի $584 price per square feet, this is the part where it's love deal այնելու։ Grand Hills 3 տնջասենյակ 2 լվացարան 2048 square feet տունի մեծությունն է 8600 square feet հողամասի մեծությունն է եւ asking price $1 million, բայց $488 per square feet։ Հոյակապ տունը, թաղամասը լավա եւ արժեքն է լավա համեմատաբար բակել ունես, it's a good location. I think this is one of the winners այսօրվա listing-ների մեջինը կարծեմ ասի ամենահարմարներից մեկն է։ Altadena, այո, ուրեմն սա գրակ բռնած հողն էր, որ ասում եմ, ինչպես տեսնում եք, շատ բարձր սարի գագաթին վերջավորությունն է 15,000 square feet հողն է, որ մաքրվեր է պաշտոնական եւ ներկայի նախկինում 3000 square feet տուն է ելը վրեն, որ հիմա 10% կարող ես ավել սարքես նույն քարտեզների մեջ մնալով, որ արակացնեն $356 price per square feet list են արել, $1 million asking price-ն է, ստա վրա եթե շինարարություն անես 3000 square feet, $300 էլ սարքես, $900 շինարարությունն այլնելու վերջացնես $2 million այլնելու finish product ուզածով finish product կլինի $650 price per square feet հիմա այսի վստահ եմ negotiation-ի տեղ ունի Grand Hills նորեն 4 տնջասենյակ 3 լվացարան 2116 square feet 7500 հողամասի մեծությունն նորեն remodel-ելած մաքուր moving condition $590 price per square feet որ $1,250,000 asking price, $1,250,000 asking price, Grand Hills-ում, պատրաստ moving condition եւ $590, that's not a bad deal, այսքան քիչ ելնի asking։ Ուրեմն Calabasas, Kim Kardashian-ի հարևաններից նստե մեծ նախքան չմոռանամ մեծ շատ հսկայական պարսկական գաղութ կան դե որ արդեն փողոցները դեպք պարսկական խանութներ, պարսկական ճաշարաններ, պարսկական փոստերներն ու բիլբորդներ, հսկայական պարսկական շուկական դե so just want to give you heads up 5 bedroom 3 bath 2289 square feet տունի մեծությունն է 11000 square feet հողամասի մեծությունն է $607 price per square feet $1,389,000 փուլով տունել է։ Կարծեմ ժամանակս վերջանում է Northridge 6 ննջասենյակ 5 լվացարան
2821 square feet ունի մետրությունն է 11000 square feet հողամասի մետրությունը Էսի Նորթրիջում նայում եք ինչ մաքուր perfect condition love location flat lot մեծ lot nice design nice decoration 1 միլիոն 600,000 դոլար մա 567 դոլար price per square feet it's resort-ի mad feeling ունի resort feeling so this is good to անպայման նկատի առեք որ 1 միլիոն 600,000 դոլար asking price կարծեմ ժամանակս վերջացել է չեմ կարող մնացածը ցույց տամ Փուլ էլ ունի բայդը փուլ հոտունել է մատել երևի Burbank 3.2 լվացարան 1500 square feet 6300 հողամասն է ասի մի քիչ թանկ է դրել բայց location-ը լավ է մաքուր է ուզեցիմ ցույց տամ ձեզի բայց I think it's overpriced դժվար է էսի ծախվի էս արժեքով but you never know what վիճակը լավ է մաքուր է մեկը կարող է ուզենա ավելնորդ վճարի համար so Glendale 3.2 square feet-ի բակ չունի բակի պակասություն ունի 10000 հողն է բայց flat lot չունի 883 դոլար Glendale-ում I think is not right բակ չունենալը նորեն Glendale 5 bedroom 3 bath 2700 square feet love location-ը էսի շատ լավ location-ը 14000 հողամասի մեծությունն է asking price 1.250,000 maybe 950,000 never Այնագսեք հանդիպենք ձեզ մյուս շաբաթ լավ մնացեք հեռազանեք եթե հարցումներ ունեք եւ ընդ ես կշարունակենք ստեսություն